Մի քանի ամիս է մտածում ենք արտադրությունում որակի կառավարման համակարգ ներդնելու մասին, բայց երբ հաշվում ենք բոլոր ծախսերը, հասնում ենք մի գումարի, որը փոքր բիզնեսի համար գրեթե անհնար է։ Այո, ես էլ եմ եղել նման իրավիճակում։ Երբ բանակցում ենք գնորդի հետ, շատերի համար էական նշանակություն է ունենում ISO ստանդարտներին համապատասխանությունը, օրգանական սերտիֆիկացումը, Global Gap-ը։ Ու դու ինչ արեցիր, վերջիվերջո ներդրեցիր։ Այո, վերջերս իմացա, որ մշակվել է պետական աջակցության ծրագիր, որի միջոցով հնարավոր է սերտիֆիկացման ծախսերի զգալի մասի փոխհատուցում ստանալ։ Եթե դու օրինակ ստանում ես ISO 9001 ստանդարտի համապատասխանության սերտիֆիկատ, կարող ես ստանալ մինչև 1 միլիոն դրամ սերտիֆիկացման ծախսի փոխհատուցում։ Իսկ եթե սննդի արտադրության ոլորտում ենք գործում, ISO 22000 կամ FSSC 22000 ստանդարտի համապատասխանության սերտիֆիկատի դեպքում կարող ենք ստանալ օժանդակություն։ Այդ դեպքում էլ ավելի մեծ աջակցություն է տրամադրվում, մինչև 1.5 միլիոն դրամ սերտիֆիկացման ծախսերի փոխհատուցում։ Փոխհատուցվում են նաև մի շարք այլ սերտիֆիկացման ծախսեր, օրինակ օրգանական, Global Gap եւ այլն, ամբողջական ցանկը ներկայացված է նշված կայքում։ Կարևոր է, որ այս ծրագիրը նպատակ ունի աջակցել հենց մեր նման արտադրողներին, որակի բարելավման միջոցով միջազգային շուկաներ մուտք գործելու համար։ Բարև ձեզ ընկերներ, ճիշտ եք ասում։ Վերջին տարիներին արձանագրվել է որակի կառավարման համակարգերի կարևորության նկատմամբ բիզնեսների հետաքրքրության աճ, սակայն ֆինանսական սահմանափակումները լուրջ խոչընդոտ են։ Այս խնդիրը քարտեզագրվել էր Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն մասնավոր երկխոսության հարթակի շրջանակում, որից հետո ՎԶԲ Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մշակվել է աջակցության ծրագիր, ուղղված այս համակարգերի ներդրման ծախսերի փոխհատուցմանը։ Իսկ ինչպես է դիմումի կարգը, երբ պետք է դիմել եւ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շատ լավ հարց է։ Հիմա ներկայացնեմ։ Դիմումը պետք է ներկայացնել Secretariat Շնիկ Mineconomy.am էլեկտրոնային հասցեին սերտիֆիկատը ստանալուց հետո ոչ ուշ քան 4 ամսվա ընթացքում։ Դիմումի ձևը եւ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ փոխհատուցում ստանալու համար սահմանված պայմանները հասանելի են i.gov.am կայքում։ Կարող եք դիմել, եթե սերտիֆիկատի ստացման համար սերտիֆիկացնող մարմին եք դիմել ծրագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից սկսած։ Ծրագրին դիմելու համար առկա են նաև այլ պայմաններ, որոնց կարող եք ծանոթանալ կայքում i.gov.am։ Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է մինչև 2027 թվականի նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում ստացված դիմում հայտերի համար։ Շնորհակալ եմ բացատրության համար։ Վստահ եմ, որ այս ծրագիրը կխթանի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու կնպաստի արտահանման աճին։ Սա շատ լավ հնարավորություն է բոլորիս համար։ Պետք է անպայման օգտվել։ Համաձայն եմ, շնորհակալություն այս ամենը բացատրելու համար։ Վաղն արդեն կապ կհաստատեմ համապատասխան մարմինների հետ։